Մեր օրենսդրական դաշտը ահագին կարգավորումներ ունի, նույն մայրական խնամքի արձակուրդի հետ կապված, հայրական խնամքի արձակուրդի հետ կապված, օրինակ հայրիկներին երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում 5 աշխատանքային օրվա չափով հասնում է հայրական խնամքի արձակուրդ։ Եվ հենց հիմա մենք հետազոտություն ենք անում Երևանի Պետական Համալսարանի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչքանով են մեր հայրիկները օգտվում իրենց այդ արձակուրդի հնարավորությունից։ Միևնույն ժամանակ կան աշխատանքային օրենսգրքում դրույթներ, որոնք թույլ են տալիս հղի կամ մինչև 1 տարեկան երեխա ունեցող կնոջի ճկուն աշխատաժամեր ունենալ կամ իր գրաֆիկը փոխել, հարմարեցնել երեխայի կարիքներին, բայց այստեղ ունենք մեկ այլ խնդիր։ Շատ հաճախ կազմակերպություններին է թողնվում այդ իրականացման process-ը կարգավորելը։ Այսինքն օրենքը կա, բայց միևնույն ժամանակ իրենց պետք է ներքին քաղաքականություններ, կանոններ, սահմանել ինչ-որ չափորոշիչներ, որպեսզի իրականում նրանք կարողանան իրականացնել եւ դա շատ տարբեր կարող է լինել տարբեր գործատուների համար բնականաբար, բայց ամեն դեպքում ներքին շատ կարգավորումների կարիք է լինում այս առումով։ Իսկ հավելյալ ընդմիջումների, եթե շատ ավելի փոքր երեխայի մասին է խոսքը, դա էլ է օրենսգրքով ապահովում կերակրման ժամերի համար, ինչ որ մի ժամանակի մեջ ընդմիջումներ է հասնում կերակրող կնոջը, մինչև 1 թե 2 տարեկան երեխայի դեպքում նա կարող է այդ իրավունքից օգտվել, բայց էլի իրականում պետք է ապահովեն այդ օրինակ, չգիտեմ, կերակրման սենյակները աշխատավայրերում կամ գործատուներ իմանա այդ մասին ու կինը կարողանա հանգիստ օգտվել իր այդ իրավունքից։